Տապանում հյուրընկալել եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալ ենք։ Բաքվի բռնապետը ՄԱԿ-ի ամբիոնից 15 րոպե խոսեց իրադարձությունները խեղաթյուրելով, կեղծելով, իր երկրի կողմից իրականացված հանցագործությունները Հայաստանին վերագրելով, սա էլ քիչ էր, նա թրիփը անվանեց իրենց այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինով, մենք տեսանք, որ Հայաստանի վարչապետը արձագանքեց, հորդորեց Ալիևին պարզաբանել, թե ինչ նկատի ունի, ավելին այս նարատիվի դեմ խոսել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՊՀ պետությունների կառավարությունների այդ ղեկավարների հերթական նիստի ընթացքում։ Հիմա Հայաստանի լրատվական դաշտը ինչպես վարվի, արդյոք պետք է քննարկել ադրբեջանական այս խոսույթը մեր հարցազրույցների, մեր վերլուծությունների ընթացքում, թե ոչ, համարել, որ արդեն մտահոգիչ է դառնում նարատիվի այս շրջանառումը եւ Փաշինյանի արձագանքը դրա վկայությունն է, եւ երրորդ համարել, որ սա նաև հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ է, եթե այդպես է, ապա կարող ենք ասել, որ Ալիևը այդ պատերազմը մղում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլև արդեն ԱՄՆ-ի, որովհետև թրիփը ամեն դեպքում հայ-ամերիկյան ծրագիր է եւ միջազգային աջակցություն ունի։ Առնվազն ԱՄՆ նախագահի մակարդակով։ Մի քանի նկատառում սրա հետ կապված։ Առաջինը պետք է շատ սառնասիրտ ձևով մոտենալ սրան։ Ի վերջո դուք մի քանի բաներ ասացիք, ինչ էր ասում Ալիևը, բայց չասացիք գլխավորը։ Ալիևը խոսում էր անցյալից։ Մինչդեռ Հայաստանի ղեկավարը խոսում է ներկայից եւ ապագայից։ Ալիևն էլ է խոսում ապագայից, բայց խոսում է քիչ, շատ քիչ։ Սա շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է այն, որ Ալիևը չի կարողանում իր անցյալի տակից դուրս գալ դեռ։ Չի կարողանում։ Երկրորդը Ալիևը իր հասարակությանը սրել է այս տարիների ընթացքում հայատյացության վրա եւ ըստ էության հայատյացությունը վերածվել է իր իշխանական բուրգի ցեմենտի։ Հիմա դուք գալիս եք խաղաղությամբ եւ զրկում եք իր բուրգը այդ ցեմենտից։ Ինչ կարող է լինել սրա արդյունքում։ Կամ այդ բուրգը կխարխլվի, կամ մի այլ բաղադրությամբ, այսպես ասենք, ցեմենտով պետք է փոխարինվի, որը մեկ օրվա բան չէ։ Ամենայն դեպս իր հասարակությունը, որպեսզի մշակութային շոկի մեջ չլինի, այսպես ասենք, ֆրուստրացիաներ չտանի, կամ այսպես ասենք գաղափարական վակուումի մեջ չհայտնվի, ինչը վտանգավոր է ավտորիտար ռեժիմների համար, Ալիևը դեռ որոշ ժամանակ այո կշարունակի այս նարատիվների տիրաժավորումը, չգիտեմ, բռունցքներ կպատկերի, ասենք սպորտային միջոցառումների բացման արարողությանը, իր ժողովրդի հետ հաղորդակցվելու Ղարաբաղ կգնա, այնտեղ ինչ-որ դեմոնստրատիվ ինչ-որ շենքեր կքանդի եւ այլն։ Այս ամենը դեռ որոշ ժամանակ այո շարունակվելու է։ Ի տարբերություն Հայաստանի, որը եւ ասում է եւ անում է ըստ էության նույն բանը, Ադրբեջանի մոտ կա շատ էական խզում։ Ադրբեջանը ասում է 1000 ու մի բան, ինչպես քննարկեցինք, բայց անում է ըստ էության դրա հակառակը։ Ադրբեջանը բռունցք, չգիտեմ, էս արեցինք, են արեցինք եւ այլն եւ այդպես շարունակ, բայց գալիս է Վաշինգտոնում, ինչեւ հիմա չէր գալիս։ Չէր գալիս։ Եվ այս միայն երկկողմ ասելով այդ ամենը ասվում էր մի բանի համար, որ արևմուտքը որևէ մասնակցություն սրանում չունեն։ Խելոք եկավ։
Բայց նախաստորագրեց, չստորագրեց պարոն։ Դա բնական էր, նախաստորագրեց, դա էլ խոսենք, թե ինչու այդպես եղավ եւ ինչն է Ալիևին հետ պահում այս ամենից։ Հաջորդը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի process-ը այո շարունակվելու է, որովհետեւ այդ թրիփը, որը կառուցվելու է, պետք է ունենա սկիզբ եւ վերջ, այդտեղը գետնի վրա պետք է սահմանվի, եւ պարզա չէ միայն կետային չի լինելու, այն դրոշները դնելու տեղերը չի, որ այլ ասենք մի քանի կիլոմետր արևմտյան սահմանից, մի քանի կիլոմետր էլ արևելյան սահմանից էլի դելիմիտացիա եւ դեմարկացիա կարվի, դրոշները կդրվեն Հայաստանի եւ Ադրբեջանի եւ կմեկնարկի շինարարությունը։ Իդեպ դրան էլ կանդրադառնանք։ Բացի դրանից Հայաստան այցելում են ադրբեջանցիներ, այսպես ազդեցիկ, հա, որոնք աֆիլիացված են Ադրբեջանի իշխանության հետ։ Բաքու են այցելում հայ պաշտոնյաներ, այդ թվում, ասենք, մեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Ես սրանք համարում եմ խիստ դրական զարգացում, այսինքն այդ խոսքերի հետևում այս գործողություններն են, սա շատ կարևոր է։ Եվ այս ամենը տեղի ունենում եւ Հայաստանի դեմ եւ Ադրբեջանի դեմ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում։ Ինչը այս ընդհանուր այսպես համալիրով տրանսֆորմացնում է մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Հենց դա էր, որ հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ը։ Իհարկե Ալիևը առաջին անգամը չէ մակում ձեր վկայակոչած այդ ելույթը, որ նման տերմինաբանությամբ հանդես է գալիս։ Դա եղել է, ասենք, այն չինական գագաթնաժողովն ևս։ Դա եղավ նաև դրանից հետո այդ այսպես կոչված ԱՊՀ ինչ էր, հա, մի խոսքով, որին Մհեր Գրիգորյանն էր մասնակցում, մի նկատողություն էլ Մհեր Գրիգորյանն արեց։ Իհարկե դա էլ կա։ Եվ նրանք ասելու են, այո, մերոնք էլ հակադարձելու են ու մատնացույց անեն իրենց ստորագրած տեքստի համապատասխան կետին, որ տղա ջան, դու ստորագրել ես մի բան, ընդ որում ըստ էության օգոստոսի 8-ը ջենտլմենական պայմանավորվածություն է, հա, որովհետև այնտեղ կա եռակողմ դեկլարացիա, բայց ոչ պայմանագիր։ Կա երկկողմ պայմանագիր, որը ոչ թե ստորագրված է, այլ նախաստորագրված։ Հետևաբար դեռ կա հաջորդ փուլ, որ մենք պետք է անցնենք, որպեսզի դրանք վերաճեն այո պայմանագրերի, համաձայնագրերի եւ այլ։ Այս ընթացքում այս լուֆտը Ադրբեջանը այս լուֆտին Ադրբեջանն իրեն այդպես է պահելու։ Սա եւս պատճառների շարքում մի կարևոր պատճառ կա, որի մասին կցանկանայի խոսել։ Դա իհարկե աշխարհագրությունն է։ Մեզ Աստված խնայել է, որ մենք Ռուսաստանի հետ չունենք ընդհանուր սահման։ Ադրբեջանն ունի ցամաքային սահման եւ ունի Կասպից ծով, որտեղ դուրս է գալիս մայրաքաղաքը իրենց եւ իրենց նախագահի պալատը հենց ափին է։ Կասպից ծովը ռուսական ռազմածովային ուժերի այսպես բացարձակ անվերապահ գերազանցության եւ գերակայության գոտի է։ Սա վտանգ է Ադրբեջանին, այո։ Մենք էլ ենք հասկանում, Ադրբեջանն էլ է հասկանում, Ռուսաստանն էլ է հասկանում, որ եթե օգոստոսի 8-ի այնինչ պայմանավորվել ենք, դա դառնում է ինչ-որ X պահի իրականություն, այդ իրականության բաղկացուցիչներից մեկն էլ այն է, որ այստեղ այն ձևով, որ Ռուսաստանը կա, այլևս չի լինելու։
Եվ բնական է Ռուսաստանը չի ուզում։ Եվ պարզ է ամեն ինչ անելու է եւ այո ստատուս քվոյի փոփոխությունը եղել է ռուս-ադրբեջանական գործարքի շրջանակներում եւ Ռուսաստանը հաշիվ է պահանջելու Ադրբեջանից։ Դրա համար Ալիևը ինչ է անում։ Նախ ավելի մեղմ ընթացքով է փորձում տանել, երկարաձգել ժամանակի մեջ, որի ընթացքում նաև կուրվագծվի շատ որոշակի դինամիկա ռուս-ուկրաինական պատերազմում։ Իսկ այնտեղ տեղի են ունենում պատմական նշանակության փոփոխություններ։ Ի վնաս Ռուսաստանի։ Իհարկե, նայեք Թրամփի հայտարարությունը, Ջեյ Դի Վենսի հայտարարությունը, Ռուբիոյի հայտարարությունները եւ իհարկե Քիթ Քելլոգի հայտարարությունը։ Եվ նայեք ինչ իրադարձություններ են տեղի ունենում ռազմական գետնի վրա։ Այո, սատկացնելու են ռուսներին բոլոր նրանց, ովքեր ոտք են դրել Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված տարածք։ Եվ Թրամփն ասում է, որ միանգամայն իրատեսական է, որ ռազմական ճանապարհով այո Ուկրաինան վերականգնի տարածքային ամբողջականությունը։ Քելլոգն ասում է, որ այլևս Ուկրաինան չունի որևէ սահմանափակում Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածներ հասցնելու համար, դեպի խորք։ Ինչքան կարող է։ Պլյուս դրան էլ այո աշխատելու են Ուկրաինայի այդ կարողությունները մեծացնելու ուղղությամբ։ Ինչը կստիպի ինչը պետք է ստիպի Ռուսաստանին գալ եւ դադարեցնել պատերազմը եւ տեղափոխվել դիվանագիտության դաշտ։ Այս ամենը շատ կարևոր զարգացում։ Այս ամենը նշանակում է, որ Ալիևը գնալով ավելի քիչ է խոսելու այս ամեն ինչից։ Ալիևը աչ ու ձախ գնում է Թրամփին է գովում։ Հիմա մեն Սայատնովայի Չեկակիզի նման երկին անալոգ, հա, ինչ որ այդ ռեժիմով քծնում, գովաբանում եւ այլն եւ այդպես շարունակ։ Փաշինյանն էլ իրեն բռնացնում է հենց այդ կետի վրա, որ բա մի րոպե, այս ճանապարհը Թրամփի անունով է։ Նա էլ շուստրիություն է անում, ասում է, հա, իհարկե, Թրամփի միջանցքը, ներողություն, Թրամփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Թե պարզ է, չէ՞, մերոնք էլ կասեն, ես չհասկացա, այս քո այս դարակազմիկ ծրագիրը պարզվում է իր շատ ավելի մեծ դարակազմիկ ծրագրի մի մասն է, տենց ո՞նց է լինում, էլի։ Ամերիկացիները ուղղակի ականջները քաշեն եւ ճիշտ կանեն։ Հենց դա է ուզում հարցնել, պարոն Նեյրաբյան, եւ քաշում են կոնգրեսի միջոցով։ Նաեւ Ադրբեջան Միացյալ Նահանգներ էներգետիկ բանակցություններ են ընթանում, դա լրջագույն լծակ է։ Ադրբեջանին կարգի հրավիրելու համար մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հետ եւս էներգետիկ բանակցություններ ընթացան եւ ինչով դրանք ավարտվեցին։ Ասացին նավթ ու գազ Ռուսաստանից չես առնելու։ Գազ հենց հիմա 20 տարով 48 թե 49 միլիարդ դոլարի խտացված բնական գազ առնելու է մեզանից։ Ստորագրվեց։ Նավթ արաբների հարևան Թուրքիան բացարձակ ռուսական նավթի կարիք չունի։ Բացարձակ։ Միջուկային այո ստորագրվեց մեմորանդում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին։ Դա նշանակում է ռուսներին այդ ոլորտից են լարելու Թուրքիայից։ Սրանք դրական զարգացումներ են եւ սրանք ազդակ են նաեւ Ալիևին։ Միացյալ Նահանգները ձևավորում են միջին միջանցքը չինական սահմանից մինչև Սև եւ միջերկրական ծովերի նավահանգիստներ եւ Հայաստան-Ադրբեջան հատվածը պետք է լինի այնպես, ինչպես պայմանավորվել են միջազգային Միացյալ Նահանգների
հովանու ներքո Հայաստանը եւ Ադրբեջանը քայլ աճ, քայլ ձախ անողը ստանալու է գլխին, որպես պայմանավորվածություն խախտող։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հաստատած, սա խնդիր չէ Վաշինգտոնի համար։ Նայած ինչ բովանդակություն ա դրվում։ Հիմա այս պահին այնինչ Եթե խոսքը կոմերցիայի մասին է, ոչ։ Եթե խոսքը ինչ որ հատվածներ ենթակառուցվածքների կառուցելու, զարգացնելու, շինարարության մեկի մյուսի ոչ, եթե մտավ այս ամենը անվտանգության եւ պաշտպանության ոլորտ, կարող է լինել խնդիր։ Այո։ Որովհետեւ կոմունիստների հետ խորանալ չի կարելի։ Կոմունիստները, որովհետեւ մատը տվեցիր լպաստելու, մինչեւ ուսատ կծեն կտանեն, կոկորդիլոս են որովհետեւ։ Կարևոր չի, չինացի կոմունիստն, թե ռուս, թե ով։ Կոմունիստը թե 20-րդ, թե 21-րդ դարի։ Հիմա շատերը նաև Փաշինյանն ասաց, որ դեռ կոնկրետ պայմանավորվածություն թրիփի հետ կապված չկա։ Դե կներեք հարսանիքի հաջորդ օրը երեխեն չի ծնվում, չէ՞։ Ժամանակապետ բան կա։ Դա հասկանալի է, պարոն Միրզյան, բայց ասում են պետք է շտապի Հայաստանը, պետք է նախաձեռնող լինի, որպեսզի թրիփը հնարավորինս շուտ։ Հայաստանը հիմա բանակցում է։ Դա ասեց Փաշինյանը։ Հայաստանը բանակցում է, բանակցությունները չեն ավարտվել։ Ինչն է բանակցվում։ Այո, հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծում։ Դա ահռելի ծավալի իրավաբանություն է, հա։ Դա պիտի արվի։ Դա կարվի։
Զուգահեռաբար կպատվիրվի նախահաշվային այդ ուրեմն աշխատանքները։ Դա պետք է արվի, դա եւս կխլի X ժամանակ։ Զուգահեռաբար կհայտարարվի տենդեր, թե ով է կառուցելու։ Այդ կառուցողն էլ մի հատ պետք է հասկանա ինչա կառուցում, չէ՞։ Պատրաստ կլինի, կստանա, կառուցի։ Մոտավոր կա պատկերացում ինչը ինչոց է։ Այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան, որը սկիզբն ու վերջը մի հատ պետք է ֆիքսի, պետք է արվի եւ այլն։ Սա process է։ Այնպես չի, այսօր պայմանավորվեցինք, վաղն առավոտ ասեն վերցրու։ Կթալն էլ դնեն մեջը, ասեն կեր։ Դա չի լինում։ Բացի դրանից, ինչն է շատ կարևոր, այդ ատոմային շաբաթ կոչվող այդ միջոցառումից հետո, որը այցելեց Փաշինյանը Մոսկվայում եւ շնորհակալություն հայտնեց անցյալում համագործակցության համար Մեծամորի ատոմակայանի աշխատանքները ուրեմն երկարաձգելու համար այդ աշխատանքների եւ այլն կոնկրետ բան այնտեղ չասաց թե ինչ է լինելու նոր ատոմակայանի հետ կապված չնայած տեսանք Ռոսատոմի ղեկավարը մի փափուկ բարձ դնելու մենք պատրաստ ենք հարգի ենք ինչ ուզում եք անենք գլխի վրա պարենք բալալայկա նվագենք հես անենք անենք կոնկրետ պատասխան այնտեղ չեղավ կոնկրետ պատասխանը եղավ գործով դա Համաձայնություն 1-2 համաձայնագիր 1-2-3-ի շուրջ բանակցությունների մեկնարկն է Միացյալ Նահանգներում։ Սա տիպային համաձայնագիր է, որը կնքում է Միացյալ Նահանգները ցանկացած երկրի հետ, ում հետ պետք է համագործակցի ուրեմն ատոմային էներգիայի ոլորտում։ Դա փաստորեն կանաչ այդ համաձայնագիրը կանաչ լույս է Միացյալ Նահանգների գործընկեր պետության համար, որպեսզի նա կարողանա ամերիկյան ընկերությանը միջուկային ռեակտոր կամ այլ օբյեկտ, խաղաղ օբյեկտ պատվիրելու համար։ Այսինքն սա բանալի է ամերիկյան ատոմային տեխնոլոգիաների համար։ Առանց այս համաձայնագրի մենք չենք կարող օրինակ գնալ եւ ասենք պայմանական Westinghouse Electric-ին պատվիրել, ասենք Երևանում կամ, չգիտեմ, Հայաստանի այլ հատվածում ռեակտոր կառուցել։ Նա կասի, իսկ մեր երկիրն ունի ձեր հետ համաձայնագիր 1-2-3-ը ստորագրած, որ ես դա կարողանամ ընդունել ձեզանից, եթե չէ, դա արեք, նոր կգաք։ Էսա ձևը։ Սա գործնական պատասխան էր Ռուսաստանի։ Բայց մենք պետք է հասկանանք հետևելը, այս ամենը նշանակում է նաև, որ մեզանից պահանջվելու են երաշխիքներ, որ ռուսները հասանելիություն չեն ունենա այս եւ այլ տեխնոլոգիաների, այդ թվում նաև անցնենք հիմա հաջորդ հուշագրին, որը մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ, դա բարձր տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, որ ռուսները հասանելիություն չեն ունենա այս տեխնոլոգիաներին եւս։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները այսպես մի քանի մակարդակով պետք է բարձրացնեն իրենց հարաբերությունները անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, որովհետեւ այս ծավալի աշխատանքները այո կարող են նաև հավելյալ կարողություններ պահանջել մեզանից, որը մենք չունենք այս պահին։ Եվ դրա համար այո այդ համագործակցությունը պետք է որպեսզի մենք դա ունենանք։ Բայց դա նշանակում է նաև, որ Հայաստանի այս իներցիոն շարունակվող անդամակցությունը այս անբարեհունչ հապավումներով կազմակերպություններում պետք է դադարեցվի։ Կազմակերպություններ, որոնք ենթադրում են Ռուսաստանի շոր էքսկլյուզիվ իրավունքներ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, պաշտպանական եւ անվտանգային համակարգերում կամ ենթահամակարգերում։ Սա պետք է դադարեցվի։ Դադարեցվի։
Հա, ոչ թե 5 տարի է ասում ենք դրա մասին, պարոն Մեհրաբյան։ Հավերի մեջ մեզ ցույց տանք ամենա դուխով ակլորը, հա, ակլորների մեջ էլ ամենասիրուն հավը միաժամանակ չի լինում տենց։ 5 տարի այդ մասին է։ Դե հա, դրա համար էլ վազք տեղում է տեղի ունենում ռազմավարական առումով։ Մենք ունենք հատվածային առաջընթաց, հատվածային առաջ խաղացում, անկասկած ունենք իրավիճակի փոփոխություն, անկասկած, բայց ռազմավարական առումով, այսպես ասենք, դեռ այս շարժերի համար այդ վեկտորը պետք է մի քիչ ավելի երկարացնել, մեզ ավելի երկար վեկտոր է պետք։ Այդ գումարային վեկտորը մեր պետք է լինի շատ ավելի երկար։ Հնարավոր չի լինել, ես ասել եմ մի անգամ, ասենց պատկերավոր էլի կրկնեմ, հնարավոր չի լինել բոլոր հարսանիքների փեսեն եւ բոլոր պանիխիդաների մեռելը միաժամանակ է։ Չի լինի։ Ակնկալել, որ նման զարգացումներ կլինեն մինչև ընտրությունները, թե ընտրությունները խորհրդարանական առաջիկա շատ կարևոր կլինեն այդ համատեքստում արդյունքների առումով եւ այստեղ կխնդրեմ նաեւ Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադառնալ։ Դասագիրք է։ Կանդրադառնանք, մի բան ուղղակի ավելացնեմ, մինչև անդրադառնալը այդ ամենը այս պահին այլևս բացարձակ առաջնահերթություն է եւ օրվա հրամայական։ Եթե մենք ուզում ենք առաջ շարժվել, այլ ոչ թե վազք տեղում, հա, որը առողջության նոքուտ է, բայց դա տեղաշարժ չի ենթադրում։ Գալով Մոլդովային, ինչու է բաց դասագիրք։ Մոլդովայում տեղի ունեցածը ոչ թե հրաշք է, այլ մի քանի գործոնների ուրեմն եւ արված աշխատանքի ուղիղ արդյունք։ Նախ որ պրոդեմոկրատական եւ պրոեվրոպական, պրոմոլդովական հենց, հա, այդ սեգմենտը հասարակության ուղղակի մոբիլիզացվեց։ Մարդիկ ինքնակազմակերպվեցին։ Մարդիկ մի կողմ դրեցին ապաթիան, անտարբերությունը եւ հասկացան, որ հիմա կամ երբեք սկզբունքով պետք է գործել։ Այո, երկրի ճակատագիրն է որոշվում։ Դա մեկ։ Եվ երկրորդը դա Մոլդովայի իշխանության Մայա Սանդուի եւ իր վարչակազմի վաճառական գործողություններն էին։ Ինչ ուղղությամբ, որ նախ փակվեցին մի քանի պրոռուսական կուսակցություններ։ Փակվեցին օրենքով։ Այն մասով էլ որտեղ օրենքը չէր բավարարում, այդ օրենքները գրվեցին, ուղարկվեցին Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, ստացան դրական եզրակացություն, որ համապատասխանում են ժողովրդավարական ստանդարտներին, ավելին ամրապնդում են ժողովրդավարությունը, պայքար կոռուպցիայի դեմ, որում ռեալ, հա, այլ ոչ թե դիետիկ, հա, փակվեցին մի շարք այսպես կոչված կուսակցություններ, այսպես կոչված լրատվամիջոցներ, այսպես կոչված հասարակական կազմակերպություններ, ովքեր զբաղված էին ժողովրդավարական պրոցեդուրաներով, ժողովրդավարության թաղմամբ, հա, ժողովրդավարությունը չի կարող նստել եւ տեսնել ինչպես են իր գործիքակազմով իրեն թաղում եւ անունը դնել դե մենք ժողովրդավար ենք։ Չկա դες բան։ Բոլոր այդ իրավաբանները, ովքեր ձեզ կասեն, որ այսպես ռաֆինացված օրենքի տառին համապատասխան դա այդպես է, հա, նրանք ապուշ են ուղղակի։ Նրանց ձեռքի դիպլոմը վերցնել է պետք։ Հայաստանի իշխանությունները օրինակներ կվերցնեն այդ գործելավոճից, թե ոչ, Փաշինյանը դժգոհում է, ասում է ժողովրդավարությունը որքան ասես շահարկվում է, բայց պաշտպանող չկա Հայաստանում։ Պաշտպանել նախ եւ առաջ այդ պաշտպանեք ինքներդ։ Պաշտպանեք կրիմինալ աղբից։ Պաշտպանեք
ժողովրդավարության մեխանիզմներով ժողովրդավարության գերեզմանափորներից։ Ի վերջո նացիստները իշխանության են եկել ժողովրդավարական ընտրությունների։ Չհասկացա։ Այո, պետք է քաղաքական process-ը, ընտրական process-ը զերծ պահել այդ աղբից, այդ աղբի վրայի կատուներից, ռուսական աղբի։ Մանավանդ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արել է մեր աշխատանքը մեր փոխարեն։ Այսօր տվել է Հայաստանի Հանրապետությանը իր դատավճռով մարտի 1-ի դեպքերի հետ կապված լիարժեք իրավաբանական հիմք քաղաքական լյուստրացիա իրականացնելու համար։ Այո, 2008-ին պետությունը մարդ է սպանել, պետությունը պատշաճ քննություն չի տարել, պետությունը գտնվել է անկարող 17 տարի մինչև հիմա արդարությունը վերականգնելու, պետությունը չի համագործակցել պատշաճ ձևով ՄԻԵԴ-ի հետ, այս դատավճիռը պարտադիր է կատարման համար, ընդ որում թե իր իրավական մասով, թե դրանից բխող քաղաքական քայլերով, քաղաքական լյուստրացիա, որի արդյունքում այդ ժամանակ մարդ սպանած պետության մեջ քաղաքական ֆասադ հանդիսացող քաղաքական ուժերը, որոնք քաղաքական պատասխանատու էին այդ ամենի, պետք է ուղղակի օրենքով, օրենքից դուրս դրվեն եւ լուծարվեն Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Օրինաց երկիրը, որը սկզբունքորեն դե ֆակտո այլևս գոյություն չունի, բայց այնուամենայնիվ դե յուրե եւս պետք է լուծարվի հենց այդ հիմքով։ Այն անձինք, ովքեր ղեկավարել են, ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, առանցքային պաշտոններ են զբաղեցրել կամ ունեցել են առանցքային դերակատարում այդ կուսակցություններում, նաև այդ ժամանակվա պետության մեջ պետք է, այո, պետք է ցմահ սահմանափակվեն իրենց քաղաքական իրավունքներում։ Բայց Փաշինյանը նրանց բանավեճի է հրավիրում։ Հանցագործների հետ հանցագործներին ոչ թե հրավիրում են բանավեճի, այլ բերման են ենթարկում ցուցմունք տալու։ Նրանց հետ չեն բանավիճում քաղաքական գործիչները, նրանց հետ խոսում են քննիչները, ընդ որում են ծանր հանցագործություններ հետաքննում։ Բա ինչու է Փաշինյանը այդպես Հարցը տվեք Փաշինյանին, հարցը տվեք պարոն Փաշինյանին, պարոն վարչապետ, ինչու եք դա այդպես անում, եւ նաեւ ինչու եք մեզ այլ քաղաքական ուժերին նրանց հետ, որոնք նաև զինված են կեղտոտ փողերով, այլ թշնամի պետության կողմից ազդեցության գործակալներով, հա, մեզ հետ իրենց մենք ոչ կեղտոտ փող ունենք, ոչ էլ այլ պետությունների գործակալ ենք։ Մեզ ոնց է դուք իրենց հետ դնում նույն հարթության վրա, ասում եք դե մրցեք։ Դուք մեզ դնում եք անհավասար պայմանների մեջ մեկ, երկրորդը դուք այդ սպառնալիքը այնինչ պետք է անի պետությունը, դուք չեք կատարում ձեր պարտականությունը, հարգարժեք պարոն վարչապետ, ես չեմ ուզում մոտիվացիոն անալիզ կատարեմ այս ամենի, թե ինչու, գուցե թարս պատկերացումներն են ժողովրդավարության մասին, գուցե, այո, որոշ սուբյեկտներ էլ գուցե կարող է համարեն, որ գիտեք ինչ, բերեք դրանցից սարքենք մի բոքսի տանձ եւ մրցենք բոքսի տանձի հետ, դե պարզ է, բռնցքամարտիկի եւ բոքսի տանձի միջև մենամարտում ով կհաղթի, չէ՞, բայց սիրուն կլինի, էլի, դմփոցներով, բանով եւ այլ, չգիտեմ, որն է, ես էլ եմ ասում, ես չեմ ուզում մոտիվացիոն
դրդապատճառների վերլուծությամբ հանդես գալ, հարց հասցեագրեք իշխանությանը, բայց ամփոփելով մենք խիստ նախանձախնդիր ձևով առաջ ենք տանելու այս քաղաքական լյուստրացիայի հրամայականը ի պաշտպանություն Հայաստանի պետականության, ի պաշտպանություն ժողովրդավարության, մեր սուվերենության, որի մեջ կեղտոտ սապոգներով ռուսները մտել են ու չեն ուզում դուրս գան։ Պուտինն էր ասում, չէ, որտեղ մեր սապոգն է, դա մերն է։ Հարց եմ տալիս, մերն է թե իրանցն է։ Այս քայլերը դրա մասին են։ Այդ հարցի պատասխանն են։ Այսքանը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։